Նախորդ սերիայում հակաքրիստոսի գալստյան կառուցվածքն արդեն պատրաստ է և սկսվում է հալածանքը։ Այսօրվա սերիան երկրորդ կնիքը։ Երբ երկրորդ կնիքը բացեց, երկրորդ կենդանուն լսեցի, որ ասում էր՝ «Արի», և մի ուրիշ կարմիր ձի դուրս ելավ։ Նրա վրա նստողին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, որպեսզի միմյանց սպանեն։ Նրան մի մեծ սուր տրվեց։ Խաբեության կառավարման սկզբից և կեղծ խաղաղության արհեստական պահից հետո Իսրայելում ձեռք բերված համաձայնությամբ և Երուսաղեմում երրորդ տաճարի կառուցումից հետո մինչ համաշխարհային կառավարության համակարգը դեռևս կշարունակի մեկուսացնել նրանց, ովքեր չեն հարմարվում, և հալածել նրանց, ովքեր համարվում են խռովարարներ, հոգևոր աշխարհում պատերազմի թույլտվություն կտրվի, և երկրից խաղաղությունը կվերցվի։ Բոլոր զինված բախումները, որ մենք այսօր տեսնում ենք, միայն գալիք իրադարձությունների նախանշաններն են։ Որքան էլ որ այսօր պատերազմներ և պատերազմների լուրեր լինեն տարբեր մայրցամաքներում, և որքան էլ որ մարդկությունն արդեն տեսած լինի երկու համաշխարհային պատերազմ, աշխարհը երբեք չի տեսել այն, ինչ կբերի երկրորդ կնիքը։ Ապահով տեղ չի լինի։ Կիրառվելու են պատմության վատթարագույն զենքերը՝ քիմիական, կենսաբանական և միջուկային։ Դժոխքի զինանոցը բաց կթողնվի իր բոլոր չափումներով։ Առաջին անգամ երկրները կկարողանան ունենալ արհեստական բանակներ՝ վերջին սերնդի կործանարար զենքերով, որոնք կգործադրվեն անխնա, այդ թվում նաև խաղաղ բնակչության դեմ։ Ավերածությունը կներխուժի տներ։ Քաղաքակրթությունը կործանման եզրին կհայտնվի։ Քաոս կլինի այնպիսի վայրերում, որ երբեք պատկերացնել անգամ չէր կարելի։ Աշխարհում ոչ մի տեղ խաղաղություն չի լինի, և ոչ մի տեղ հնարավոր չի լինի փախչել այդ բորբոքված աղաղակից։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում Երուսաղեմում կհնչեն երկնքից ուղարկված երկու վկաների ձայները, քարոզելով այն ճշմարտությունը, որը ոչ ոք չի ցանկանում լսել, որպեսզի ապաշխարություն բերեն աշխարհին և հատկապես հրեաներին։ Քանի որ նրանց չեն լսի, նրանք 3.5 տարի թույլ չեն տա, որ անձրև գա։ Երաշտի ու հալածանքների մեջտեղում պատերազմներից ամենամեծն ու ամենակործանարարը և աշխարհի ցավերը դեռ նոր միայն սկսված կլինեն։ Դրա համար էլ այսօր պատերազմի մասին ամեն մի լուր լսելիս հիշեք, սա մի փոքրիկ նախազգուշացում է այն ամենի մասին, ինչ գալու է։ Արդեն այսօր կա այն ճշմարտությունը, որը քչերն են ուզում լսել։ Հաջորդ սերիայում պատերազմից հետո գալիք հետևանքները։ Մարդ արարածն այլևս երբեք նախկինը չի լինի։